Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Western Armenia շաբաթատերտի 117-րդ թիվը։ Իրանի դեմ պատերազմը համաշխարհային տնտեսության համար աղետ է։ Իրանը 100 հրթիռ արձակեց ամերիկյան կարևոր ռազմավարական կենտրոնի ուղղությամբ։ Ի գիտություն Արցախը հանձնողին պատմության մեջ աղետ չկա, որ անպատասխանատու չէ մնացած Մեդաքսե Հակոբյան։ Դյուր քաղաքը դիմադրության եւ անորոշության մեջ։ Իրանի շուրջ պատերազմը կընդլայնվի։ Ոստանտ ու Բորսո մեջ պիտի քննարկվի Օսմանյան Փեմի հայ դերասանուհիներու թերը, արևմտահայերենը աշխարհանոցին մեջ։ Լույս տեսավ Western Armenia շաբաթատերտի 117-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է Բաքվի հայկական չարթերը խորհրդանշող ողբերգական տեսարանը, հիշեցնելով 1918 թվականի սեպտեմբերին դեղի ունեցած զանգվածային գոտորածը։ Այդ օրերու օսմանյան եւ ադրբեջանական զորքերու անմիջական մասնակցությամբ սպանված է շուրջ 10-30,000 հայ, իսկ Բաքվի հայ բնակչությունը ենթարկված է զանգվածային գոտորածի անմիջապես Բաքվի ճակատամարտեն ետք։ Շաբաթատերտը կշարունակել ուսապանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը եւ հիշադակել այն աղետները, որոնք խոր հետ ցկած են մեր ազգային պատմության վրա։ Western Armenia շաբաթատերտը կհրադարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Գերմանիայի պաշտպանության նախարարը մերձավոր արևելքի մեջ ընթացող պատերազմը բնորոշած է որպես համաշխարհային տնտեսության համար աղետ, կհաղորդե Sky News-ը։ Նախարարը նշած է, թե Գերմանիան չի ցանկար ներքաշվել հակամարտության մեջ, սակայն պատրաստ է նպաստելու խաղաղության հաստատման այն պահուն, երբ ան ցերկ բերվի։ Մեզի հետ ոչ ոք խորհրդակցած է, մեզ ոչ ոք հարցուցած է, ասիկա մեր պատերազմը չէ եւ հետեւաբար մենք չենք ուզեր ներքաշվել անոր մեջ, հայտարարած է նախարարը։ Իրանը 100 հրթիռ արձակած է ամերիկյան չափազանց կարևոր ռազմավարական կենտրոնի ուղղությամբ, այս մասին հայտարարած է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ եւ նշած է. «Մեր դեմ հարձակում տեղի ունեցած է։ Իրանը 100 հրթիռ արձակած է մեր ունեցած չափազանց կարևոր կենտրոններեն մեկուն ուղղությամբ։ Որոշ պատճառներով չեմ կրնար հայտնել, թե ինչ կենտրոն է։ Մենք խոցած ենք բոլոր հրթիռները»։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան հանդես եկած է հայտարարությամբ անդրադառնալով Ղարաբաղյան շարժման գնահատականներուն եւ վերջին քաղաքական դիրքորոշումներուն։ Անոր խոսքով Արցախյան շարժումը չէ եղած օդար շահերու զոհասեղան, այլ ծնունդ տարած է Սումգայիթի, Բաքվի եւ Գիրովաբադի չարտերեն փրկված մարդոց պայքարեն։ Հակոբյան կշեշտե, թե շարժումը եղած է ինքնաբաշխանության եւ ինքնորոշման պայքար։ Պատգամավորը նաև քննադատած է այն տեսակետը, ըստ որուն շարժումը թույլատրած է Հայաստանի ինքնիշխանությունը, նշելով, թե երկրի դիրքերու թույլատրումը պայմանավորված է սխալ կառավարման եւ բարձրավողական քաղաքականության։ Անոր քննահատմամբ կամ իրավունքները հրաժարում, կամ պատերազմ սեւակերպումը քաղաքական ընտրություն չէ, այլ ջնշում հասարակության վրա։ Հակոբյան ընդգծած է, որ գոյություն ունի նաև երրորդ ճանապարհ՝ իրավունքներու պաշտպանություն դիվանագիտական միջոցներով եւ պետականության ամրապնդմամբ։ Վերջավորության ան նշած է, թե անկախության քաղաքական հիմքերու վերանայումը վտանգավոր է պետականության համար եւ շեշտած է պատասխանատվության անհրաժեշտությունը դեղի ունեցող զարգացումներուն համար։ Դյուր քաղաքը կշարունակե թիմադրել թունդ ռմբակոծություններուն, հակառակ աջող վտանգներուն եւ շրջափակման սպառնալիքին։ Դասնյակ հազարավոր բնակիչներ կմերժեն լքել իրենց տուները, հայտարարելով, թե պատրաստ են մնալ մինչև վերջ։ Դեղացիներեն Խալիլը իր ընտանիքին հետ ապաստանած թատրոնի շենքին մեջ կնշե, թե չեն հեռանար իրենց հողին կապված ըլալու պատճառով։ Իրավիճակը սրած է այն բանենի հետ, երբ Հզբոլլահը հրթիռային հարվածներ հասուցած է Իսրայելին, ի պատասխան Ալի Խամենեի սպանության, իսկ իսրայելյան ուժերը սկսած են լայնածավալ գործողություններ Լիբանանի հարավը։ Շուրջ 20,000 մարդ կշարունակեն մնալ քաղաքին մեջ հակառակ տարահանման գոչերուն, ապաստանելով դպրոցներու եւ եկեղեցիներու մեջ։ Քաղաքին մեջ կլսվին ուժքին բայթուններ, երկինքին մեջ կբդդին ռազմական օտանավեր եւ անօտաչու սարքեր, կան վիրավորներ, իսկ տարբեր հատվածերեն կբարձրանա խիտ զուխ։ Միևնույն ժամանակ Հզբոլլահը կվերահսկե փողոցները եւ կփորձե խաղաղ բնակիչները հեռացնել վտանգավոր կոդիներեն։ Մարդասիրական վիճակը գտրուկ կվատարանա, սննդամթերքի եւ վարելիքի բաշարները գրեթե սպառած են, իսկ կապը արտաքին աշխարհին հետ կրնա խզվել։ Հակառակ այս բոլորին շատ բնակիչներ կմնան, շեշտելով, թե չեն լքեր իրենց տուները նույնիսկ կյանքի սպառնալիքի պայմաններուն տակ։ Դյուրը այսօր դարձած է դիմադրության եւ դարաբանքի խորհրդանիշ։ Մարտ 26-ի դրությամբ Իրանի թեմ ԱՄՆ-ի իսրայելյան գործողությունները դարաշրջանին մեջ ստեղծած են ծայրահեղ լարված իրավիճակ։ Վերջին հարձակումներուն հետևանքով Շիրազի մեջ սպանված են 2 բադանի, իսկ Աբու Դաբիի մեջ եւս 2 մարդ զոհված է։ Հարձակում են քանի ժամի հետ իսրայելյան բանակը հայտարարած է Իսֆահան քաղաքի թեմ լայնածավալ հարվածերու մասին։ Միևնույն ժամանակ Աբու Դաբիի մեջ 2 քաղաքացի զոհված է, երբ խոցված հրթիռի փեգորները ինկած են մայրուղիի վրա։
Իսրայելի մեջ ըստ տեղեկություններու Իրանի վերջին հրթիռային հարվածները վնասած են քանի մը քաղաքացի։ Աղեդալի այս զարգացումները կվկայեն, թե պատերազմը կշարունակի ընդլայնվել, ընդգրկելով ոչ միայն առանձին քաղաքներ, այլ ամբողջ աշխարհագրական տարածքներ եւ լուրջ վտանգ կներկայացնի խաղաղ բնակչության համար։ Մարտ 31-ին Կոնստանդնուպոլսո մեջ պիտի գայանա արխիվի լրությունը կոտրելը Օսմանյան փեմի հայ գին տերասանուհիները խորակրով քննարկումը հետին սենյակի հանդիպումներ շարքի շրջանագին մեջ։ Միջոցառման ընթացքին պիտի ներկայացնեն Օսմանյան կայսրության մեջ եվրոպական ցևի թատրոնի ցևավորման մեջ կարևոր դեր ունեցած հայ տերասանուհիներու պատմությունները։ Քննարկման ընթացքին պիտի անդրադառնան նաև այնպիսի հայտնի տերասանուհիներու, որոնց փեմական գործունեությունը զգալի ազդեցություն ունեցած է ժամանակի մշակութային կյանքին վրա։ Առանձին ուշադրություն պիտի դարձվի այն տերասանուհիներու ճակատագիրներուն, որոնք ամուսնութենե կամ մայրութենե ետ դուրս մնացած են հանրային տեսադաշտեն եւ մոռացության մատնված արխիվներուն մեջ։ Միջոցառման նպատակն է վերարժևորել հայ գիներու ներդրումը թատերական արվեստին մեջ եւ հայտնաբերել անոնց մինչ այժմ ստվերի մեջ մնացած ժառանգությունը։ Հրանտ ինք հիմնարկը Գալուս Գյուլբենկյան հիմնարկի աջակցությամբ կգազմագերբի արևմտահայերեն աշխատանոցներու նոր տարեշրջանը, որ պիտի մեկնարկի մարտ 30-ին։ Աշխատանոցը նպատակ ունի զարգացնել մասնակիցներու սահուն խոսակցությունը, հարստացնել փառաբաշարը եւ բարձրացնել արևմտահայերենը առօրյա կյանքին մեջ գործածելու վստահությունը։ Նոր տարեշրջանին առանձնահատկությունն է հատուկ հյուրերու մասնակցությունը։ Անոնք պիտի միանան քննարկումներուն նախանշված նյութերու շուրջ, ապահովելով կենթանի երկխոսություն եւ նպաստելով լեզվի լսողական ընկալման զարգացման։ Ավելի դեղեցություն ստանալու համար կարելի է այցելել Հրանտ ինք հիմնարկի պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։